Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմին առաջնախաղ է աշխարհի ամենասիրուն ջրահեղձը։ Ցանկացած տղամարդոց ամենագեղեցիկն էր, ամենաուժեղը, ամենաառնականը։ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված ներկայացման հիմքում ընկած է մեծ երազանքներ ունենալու, կյանքն ավելի գեղեցիկ դարձնելու, միապաղաղ առօրյային վերջ դնելու, ինչպես նաև միասնական ու հոգատար դառնալու գաղափարախոսությունը։ Մենք հասարակությանը ուզում ենք տալ մի այսպիսի ուղերձ, որ պետք է միշտ երազել, պետք է ինքդ քո համար սահմանես նշաձողեր եւ կարողանաս հասնել այդ նշաձողերին, պետք է միշտ ձգտել ավելիին, չսահմանափակվել ունեցածով։ Պատմվածքը պիեսի է վերածել Արինե Արարատյանը, բեմանկարիչը Նելի Բարսեղյանն է, զգեստների ձևավորումն իրականացրել է Լուսինե Խաչատրյանը։ Կարևոր է, որ մեր մկրտչյան փոքր բեմում լինեն այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Ջորջ Օրվելը, Գաբրիել Գարսիա Մարկեսը եւ լինի նոր մոտեցումներ ու նոր ձեռագրեր, այսինքն այդ բեմի նպատակը այն է, որ նոր պիես գրվի, ինչպես եղավ Բոհեմը, նոր ռեժիսոր, նոր նկարիչ, նոր երիտասարդներ, նոր մեկնաբանություններ եւ հիմնականում փոքր բեմում ծնվում են այնպիսի աշխատանքներ, որոնք նաեւ մասնակցում են եվրոպական փառատոնների։ Դերասանների խոսքով այս աշխատանքն առանձնանում է իր ձևով ու խաղաոճով։ Ներկայացման փորձերը սկսվել են անմիջապես բեմում կերպարները կառուցելով ոչ թե տեքստից, այլ շարժումից, ինչը ժամանակակից թատրոնում նոր մոտեցում է։ Մենք սկսել ենք կերպարները մարմնավորել ոչ թե տեքստից, այլ շարժումից։ Սա շատ յուրահատուկ նորություն է եւ ժամանակակից թատրոնում սա ձեռագիր է, որ ուրախ ենք, որ մենք թատրոնում նույնպես կունենանք այս մոտեցումը։ Ներկայացումը տպավորիչ փորձ է խոսելու լռության միջոցով եւ հիշեցնելու, որ երբեմն ամենամեծ փոփոխությունները սկսվում են ներսից։ Կենթանի մարդը իր դիմացինի նկատմամբ կամ դիմացինի ներսում փոփոխություններ շատ հեշտությամբ կարող է անել, հա, խոսքով, գործով, իսկ այստեղ խորհրդանշականը այն է, որ մենք հանդիպում ենք ջրահեղձի, որը իր գեղեցկությամբ, իր արտաքին տեսքով կարողանում է այս հասարակությանը վերափոխել, այսինքն լռելով, չխոսելով, ոչ մի արարք չանելով։ Սա աճեմյանական փոքր բեմին Մարկեսյան հերթական ստեղծագործության բեմադրությունն էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի խոսքով խաղացանկի ընտրությունը հաճախ կատարվում է նաև հանդիսատեսի նախասիրությունների ուսումնասիրության հիման վրա։ Այս ընթացքում թատրոնը նաև սկսեց հանդիպել դպրոցների հետ ու հասկացանք մի կարևոր բան, մենք հարցեր ենք տալիս, թե ինչ երիտասարդություն աշակերտները ինչ կուզենան ընթերցել, եւ հենց այս աշխատանքը Մարկեսը երիտասարդների կամքն էր, ինչպես նաև դպրոցները շատ խոսեցին Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների մասին եւ կարծում եմ առաջիկայում թատրոնը կանդրադառնա նաեւ Ագաթա Քրիստիի Սպանություն արևելյան ճեպընթացում գործի մասին եմ խոսում։ Հիշեցնենք, որ Գյումրու թատրոնը օրերս առանձնացել էր արտավազդ մրցանակաբաշխությունում։ Թատրոնը վերադարձել է 3 մրցանակով, ընդգծելով ստեղծագործական թիմի շարունակական աճն ու հաջողությունները։ Առաջինը կուզենամ նշել լավագույն զգեստերի ձևավորումը Լուսինե Խաչատրյանը երկար տարիներ աշխատում էր թատրոնում եւ բազում ներկայացումներ էր բեմադրել, բայց արտավազդի երբեք չէր արժանացել եւ անչափ ուրախ եմ, որ հանձնախումբը նպատակահարմար էր գտել, որ Լուսինեն պիտի արժանանա այդ մրցանակին։ Առանձնահատուկ էր նաեւ Անի Ռաշոյանի մրցանակը, որը որպես 1 տարի որ մենք ընդհանրապես համագործակցում ենք, գյումրեցի նկարչուհի էր Անի Ռաշոյանը, որին առաջարկեց Հասմիկը Սուվայրյան, որ հրավիրենք աշխատանքի համատեղ եւ 2 ներկայացում բեմադրվեց իր ուժերով, որպես նկարչական ձևավորում, մեկը երկարակուպա Պեպին էր եւ 3 անունով մի աղջիկ մրցանակի նույնպես արժանացավ Անի Ռաշոյանը եւ երրորդ մրցանակը հրավիրված ռեժիսոր Մերի Մարկարյանի աշխատանքներ, տարվա լավագույն երիտասարդ ռեժիսոր անվանակարգը նույնպես Գյումրին հաղթեց կոստյումով տղամարդիկ ներկայացումը։ Թատրոնը որդեգրել է ակտիվ ստեղծագործական քաղաքականություն, ըստ որի գրեթե յուրաքանչյուր ամսվա վերջ նախատեսվում է նոր ներկայացման պրեմիերա։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության ընթացակարգային բարեփոխումներին ուղղված աշխատանքները։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս խորհրդակցությունը տեղի է ունենում իր շարունակություն կառավարության նիստում վերջերս տեղի ունեցած քննարկման, որը վերաբերում էր հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմերի վերանայմանը։ Քննարկման արդյունքում արձանագրվել էր, որ կա նախագծով առաջարկվող փոփոխությունների լավ
կառավարման անհրաժեշտություն եւ վարչապետը հանձնարարել էր աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը զեկուցել է իրականացված վերլուծությունների մասին եւ մանրամասներ ներկայացրել առաջարկվող նոր ընթացակարգերի, հարկային ոլորտի զարգացման եւ վարչարարության բարելավման ուղղված քայլերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաեւ օրինապահ հարկ վճարողի ինստիտուտի վերափոխման ուղղված աշխատանքներին։ Վարչապետը կարևորել է հարկային քաղաքականության հետևողական բարելավումն ու լավարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Վարչապետը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով եւ կարեւորել Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ եւ ընդգծել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Եվրամիության հետևողական աջակցությունը։ Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությանը։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառավարության գործընկերների հետ կշարունակվի սերտ համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերի։ Ձիթեն ու դառնահան պտուղներն աղաջրի մեջ ներմուծվում են Իրանից, Հունաստանից, Եգիպտոսից, վերամշակման բոլոր փուլերով անցնում, բարձրորակ ապրանք են դառնում։ Հայաստանի Հանրապետությունը մեր կազմակերպությունը ստեղծում է հավելյալ արժեք։ Ինչ է նշանակում դա։ Մենք ոչինչ չունենալով, ունենալ միայն աշխատուժ, ջուր եւ էլեկտրականություն, ստեղծում ենք միավոր, որը համաշխարհային շուկան որպես արտադրված է Հայաստանում, եւ մի շարք երկրներում շատ զարմացած են ինչ է կատարում Հայաստանի Հանրապետությունը, այսքան ձիթապտուղ որտեղ է։ Այլո ապրանքանիշով շուկա մտան 2000-ականների սկզբին, արտադրանքի մեծ մասը 80% դիրացնում էին տեղական վաճառակետերում, 20%-ն արտահանում։ Ընկերությունը 2018-ից զարգացման նոր ընթացք վերցրեց։ Հիմնական ռեսուրսներն ու ջանքերն արտահանման ուղղությամբ կենտրոնացրեցին, նոր գործընկերներ գտան, շուկաները դիվերսիֆիկացրեցին։ Հիմնական գերակշիռ մասը կազմում է Ռուսաստանի Դաշնությունը, բայց մեր ռազմավարության հիմքում դրված է տարածել երկրների քանակը։ Մենք արդեն միջինասիան երկրներն ենք կարողանում ապրանքներ ուղարկել, ու Կանադա ենք ուղարկում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եթե 7-8 տարի առաջ տարեկան արտահանում են մինչև 400 միլիոն դրամի արտադրանք, նախորդ տարեվերջին գերազանցել են 2.5 միլիարդը։ Այս տարվա պլաններն ավելի հավակնոտ են։ 2025-ին մեր արտահանման ծավալները մոտավորապես հասան 280 մեքենայի, բայց այս տարվա մեր ռազմավարությունը շուրջ 400 մեքենա է, այսինքն յուրաքանչյուր օր պլանավորված է մինիմում 1 մեքենա ուղարկել դեպի արտասահմանյան շուկաներ։ Նոր մեկնարկին ու նոր պլաններն իրագործելուն նպաստել է պետական աջակցությունը։ Հումքի ներկրման մաքսատուրքից ազատվելով ընկերությունը հնարավորություն է ստացել միջազգային շուկաներում որակով գնով ավելի շահեկան դիրքից մրցակցել ու արդեն արտասահմանյան այլ կազմակերպություններից էլ պատվերներ ընդունել եւ մոտ 25 տարբեր ապրանքանիշերով ապրանք թողարկել արտահանել։ 22 թվականին պլանավորված էր 4.3 միլիարդի շրջանառմիջոցների ներդրումներ կատարվեր։ Մենք արտոնություն ստացանք 430 միլիոն դրամի, պետք է ավարտվեր 27 թվականին, բայց մեր ագրեսիվ շուկայի վերաբերմունքը եւ մեր ամբողջ խմբի օպերատիվ աշխատանքի շնորհիվ 3 տարվա մեջ մեր կազմակերպությունը կատարվեց 5 տարվա պլանը եւ 8 միլիոն 500 հազար կիլոգրամ ներմուծվեց։ Պետական աջակցություն ստանալու հերթական ներդրումային ծրագիրը կազմեցին ու գործադիրին ներկայացրեցին արդեն 2025-ին։ Այս անգամ 1 տարում միայն նախատեսում են ներկրել 2.4 միլիարդ դրամի հումք, արտոնությունը գնահատվում է մոտ 240 միլիոն դրամ։ Վերամշակվող հումքի ծավալների աճին համընթաց մոդեռնիզացնում են նաև արտադրական շղթան, նոր սարքավորումներ, հոսքագծեր ձեռք բերում, կորիզահանող, տեսակավորող, տարայավորող։ Միայն վերջին 3 տարում մոտ 360 միլիոն դրամի սարքավորումներ լիզինգի ծրագրով են վերցրել, սուբսիդավորվող տոկոսագումարներով։ Ընդլայնել են նաև արտադրական տարածքը, 2000 քառակուսի մակերեսով պահեստային հանգույց են ավելացրել, որտեղ արդեն հնարավոր է ճիշտ ջերմաստիճանում ապրանքը պահել։ Արտադրական հատվածից առանձնացրել են նաև պիտակավորման, փաթեթավորման process-ը, գործեր կազմակերպում են նախորդ տարի գնաց նոր հոսքագծով։ Նախկինում աշխատում են կիսաավտոմատ սխեմաները, որի հզորությունները բավականաչափ ցածր են։ Նոր սարքավորումների վերագործարկումից հետո մենք կարողանում ենք 8 ժամ շուրջ 60-ից 70 հազար միավոր պատրաստի արտադրանք ունենալ։ Արտադրանքի իրացման 20-80 հարաբերակցությունը թվերի տեսքով հիմա էլ նույնն է, դոմինանտ թիվը սակայն արդեն ներկայացնում է արտահանման ցուցանիշը։
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը լուրջ բանակցություններ է վարում Իրանում նոր եւ ավելի բանական ռեժիմի հետ։ Նրա խոսքով նշանակալի առաջընթաց է գրանցվել, բայց եթե շուտով համաձայնության չհասնեն եւ Հորմուզի նեղուցը չբացվի, Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթային ենթակառուցվածքները եւ Խարկ կղզին կպայթեցվեն։ Թրամփը չի բացառել Խարկ կղզու գրավումը, որտեղով արտահանվում է Իրանի նավթի 90%-ը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են ուղիղ եւ անուղղակի ձևաչափերով։ Նրա խոսքով Թեհրանը համաձայնել է Պակիստանի միջոցով փոխանցված 15 կետանոց հնարավոր գործարքի մեծ մասին։ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ կարգավորման ամենաառաջարկներն անիրատեսական են։ Էսմայիլ Բաղայեի խոսքով այժմ կենտրոնացած են ինքնապաշտպանության վրա։ Նա հավելել է, Վաշինգտոնի հետ անմիջական շփում չի եղել։ Բաղայեին նաև նշել է, որ դիտարկում են միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը, սակայն չեն ձգտում միջուկային զենք ստեղծել։ Իրանի խորհրդարանի խոսնակն էլ հայտարարել է, Միացյալ Նահանգները խոսում է Թեհրանի հետ բանակցելու ցանկության մասին, սակայն իրականում պատրաստվում է ցամաքային գործողության։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է, իրանցի զինվորականները պատրաստ են դիմակայել ամերիկյան ուժերին եւ չեն դադարեցնի հրթիռային հարվածները։ Այս ֆոնին Պակիստանից հայտնել են, որ առաջիկայում Իսլամաբադում կարող են տեղի ունենալ Իրան-ամերիկյան բանակցությունները։ Իրանական եւ իսրայել-ամերիկյան ուժերի փոխադարձ հարվածները շարունակվում են, թիրախում են հայտնվել Թեհրանը, Սպահանը, Թաբրիզը եւ այլ բնակավայրեր։ Հարվածներ են հասցվել մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավականին, նավթաքիմիական եւ այլ գործարանների։ Թեհրանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել։ Խոնդաբ քաղաքում լրջորեն վնասվել է ծանր ջրի արտադրության գործարանը, պայթյուններ են որոտացել Բահրեյնի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ալյումինի գործարաններում, Բաղդադում։ Քուվեյթում զինվորականներ են տուժել։ Թուրքիայի ՊՆՆ-ն էլ հայտնել է, որ երկրի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել ենթադրաբար Իրանից։ Այն խոցվել է։ Սա հակամարտության մեկնարկից ի վեր արդեն երրորդ նման դեպքն է։ Իրանը հարվածել է նաև իսրայելական Բեերշևա քաղաքի արդյունաբերական պարկին եւ ռազմական կենտրոնների։ Թիրախում են հայտնվել այդ թվում Թել Ավիվը եւ Երուսաղեմը։ Եմենի հութիներն էլ արձակումներ են իրականացրել Էյլատ քաղաքի ուղղությամբ։ Ռազմական գործողություններ են Լիբանանում, լուրեր են շրջանառվում, որ իսրայելական ուժերն ընդլայնում են այնտեղ ներկայությունը։ Բենյամին Նեթանյահուն հրահանգել է մեծացնել երկրի հարավում անվտանգության գոտին։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ մեկնաբանել է Թեհրանի մտադրությունը վճարովի դարձնել Հորմուզի նեղուցով անցումը։ Նրա խոսքով ռազմական սցենարներ են մշակել այդ քայլը կանխելու համար։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ռուս-ուկրաինական բանակցություններում դադարը Ուկրաինայի նախագահը չի կարծում, որ փակուղում են հայտնվել, իսկ Վաշինգտոնի միջնորդությամբ եռակողմ հանդիպումը հետաձգվում է, քանի որ Միացյալ Նահանգներն այժմ կենտրոնացած է Իրանի վրա։ Նաև նրա խոսքով Ուկրաինան պատրաստ է դադարեցնել կրակը զատկի տոների ընթացքում, դեմ չեն նաև էներգետիկ հրադադարին։ Պատրաստ ենք խոսել փոխզիջումների մասին, եթե դրանք չվերաբերվեն մեր արժանապատվությանը եւ ինքնիշխանությանը, շեշտել է Զելենսկին։ Մինչ այդ ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածները շարունակվում են Խարկովի մարզում կա 1 զոհ եւ 1 վիրավոր, զոհեր կան Դոնեցկի Կրամատորսկ քաղաքում։ Ուկրաինական ուժերն էլ թիրախավորել են Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի նավթային տերմինալը, հրդեհ է բռնկվել։ Տագանրոգում էլ հայտնի է 1 զոհի մասին, կան վիրավորներ։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան մեկնել է Բերլին, նրան ընդունել են Գերմանիայի նախագահը եւ կանցլերը։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները եւ տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնումը։ Շարան նաեւ մասնակցել է գերմանա-սիրիական գործարար ֆորումին, հայտարարել, որ Դամասկոսն էական փոփոխություն է կատարել ներդրումային օրենսդրության մեջ երկիր ֆինանսական հոսքերը խթանելու համար, այդ թվում նավթագազային ոլորտում։ Շարան դատապարտել է ծոցի երկրների վրա հարձակումները, շեշտել տարածաշրջանի երկրները իրենց կամքով չեն հայտնվել հակամարտության կիզակետում։ Գերմանական կողմն էլ պատրաստակամություն է հայտնել օգնելու Սիրիային հետպատերազմյան վերականգնման գործում, նշելով, որ փոխշահավետ գործակցության հեռանկարներ է տեսնում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, Վաշինգտոնը դեմ չէ, որ Ռուսաստանը կամ այլ երկրներ նավթ մատակարարեն Կուբա։ Թրամփը կրկնել է, կղզին անխուսափելիորեն կփլուզվի, քանի որ վատ իշխանություն ունի եւ էներգառեսուրսները չեն փրկի իրավիճակը։ Ամերիկյան ուժերի կողմից Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Կուբա-վենեսուելական նավթի մատակարարումը դադարեցվել է, կղզին բախվել է էներգետիկ ճգնաժամի։ Թրամփի խոսքով Իրանից հետո ցուցակում Կուբան է եւ հնարավոր է բարեկամական զավթում տեղի ունենա։ Հունվարին ԱՄՆ նախագահը խոստացել էր մաքսատուրքեր սահմանել Կուբա նավթ մատակարարող երկրների նկատմամբ։ Կրեմլից արձագանքել են, Ռուսաստանն իր պարտքն է համարում օգնություն ցուցաբերել Կուբային։ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ արդեն նավթամթերք են ուղարկել կղզի։ Նրա խոսքով այդ հարցով կապի մեջ են ամերիկացի գործընկերների հետ։
Չինաստանի նախագահը Թայվանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդին վերջին 10 տարում առաջին անգամ հրավիրել է Պեկին։ Այցը հնարավոր է տեղի ունենա ապրիլի 7-ից 12-ը։ Այս հայտարարությունը հնչում է ԱՄՆ սենատորների Թայվան կատարած այցի ֆոնին, որը Չինաստանի ԱԳՆ-ն արդեն դատապարտել է, կոչ անելով ամերիկյան կողմին հավատարիմ մնալ մեկ Չինաստանի սկզբունքին։ Թայվանը Չինաստանից անկախություն է հռչակել 1949 թվականին, սակայն Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի անբաժանելի մաս, չբացառելով, որ անհրաժեշտության դեպքում կվերադարձնեն կղզին ռազմական ուժի միջոցով։ Դիանա Գասպարյան 2025 թվականին Սևան համայնքում կամավորության սկզբունքով մեկնարկեց մասնակցային բյուջետավորման գործընթացը, ինչի արդյունքում Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում համայնքային բյուջեի միջոցներով իրականացվեցին խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։ Դդմաշեն բնակավայրի մանկական խաղահրապարակը կահավորվել է խաղամիջոցներով, տեղադրվել են նստարաններ։ Գործընթացի արդյունքում 2025-ին եւս մեկ ծրագիր մանկական խաղահրապարակի կառուցում Սևան համայնքի բյուջեի միջոցներով իրականացվեց Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 18-20 շենքերի հարակից տարածքում։ Այս նախաձեռնությունների արդյունքում, որոնք կյանքի են կոչվել բնակիչների առաջարկների շնորհիվ, դդմաշենցի եւ սևանցի փոքրիկները կունենան եւս մեկ ժամանցի վայր։ 2026 թվականին եւս մասնակցային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է ընձեռելու համայնքի տարբեր բնակավայրերում բնակիչների կողմից բարձրաձայնված եւ քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայները հավաքած ծրագրերը կյանքի կոչելու։ 2026 թվականին Սևան համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացում բնակիչների ակտիվ քվեարկության արդյունքներով կիրականացվեն 4 ծրագրեր։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համաձայնություն եւ հավանություն է տվել Սևան համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացում քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած եւ հաղթող ճանաչված այս 4 ծրագրերին։ Դդմաշեն բնակավայրում հարմարեցված տրանսպորտային կանգառներ եւ նստարաններ ծրագրով Դդմաշենի կենտրոնական փողոցի մայթերին կկառուցվեն 8 տրանսպորտային կանգառներ, կտեղադրվեն նստարաններ։ Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 16 միլիոն դրամ է, որից 10.7 միլիոն դրամը կհատկացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 5.3 միլիոն դրամը Սևան համայնքի բյուջեից։ Մասնակցային բյուջետավորումը շատ լավ ծրագիր է, քանի որ այսպես ասենք, ծրագիր է լինում, որ կարող այդ պահին դու չես ներկայացնում, բայց համայնքի բնակիչը ինքը իր ծրագիրը առաջարկում է, ընդունվում է մեր կողմից, արդեն դրանից հետո կազմակերպվում են գործընթացները, քվեարկության փուլ, մինչև քվեարկությունը արդեն իրազեկման փուլ, հետո մասնակցությունով, քվեարկության արդյունքներով արդեն ամփոփվում է վերջնական ծրագիրը, արդեն կյանք է կոչվում։ Հիմա այս տարի ունենք այդ ծրագիրն արդեն հաղթած, ի շնորհիվ Դդմաշեն բնակավայրի բնակիչների փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր շնորհիվ կյանքի կոչվեց այս ծրագիրը, ովքեր մասնակցեցին իրազեկման աշխատանքներին, մասնակցեցին նաև քվեարկությանը եւ արդյունքում մենք ունենալու ենք այս տարի Դդմաշեն բնակավայրում շատ գեղեցիկ նորաոճ հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառներ։ Մասնակցային այսինքն բյուջետավորումը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին, որպեսզի իրենք առաջարկեն այնպիսի ծրագրեր, որոնք անհրաժեշտ են տվյալ համայնքին։ Եվ երկրորդ ծրագիրը որոշեցինք, որպեսզի կառուցենք բազմաֆունկցիոնալ կանգառներ, որից կօգտվեն համայնքի բոլոր բնակիչները, մեծահասակների համար շատ կարևոր ծրագիր է եւ նույնպես շատ մեծ ողջավորությամբ արդեն առաջին ծրագրից մեծ փորձ ունենալուց հետո երկրորդին ավելի բուռն մասնակցություն ունեցանք, երեխաների միջամտությամբ կարողացանք առավելագույն ձայների միջոցով հաղթանակ տանել։ Շնորհակալություն Սևան համայնքի ծրագրի յուրաքանչյուր մասնակիցներին մեզ այսպիսի հնարավորություն տալու համար։ Ծաղկունքում անհիշելի ժամանակներից չի եղել մշակույթի կենտրոն կամ երիտասարդների զբաղմունքի վայր։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում բնակավայրում մանկապարտեզի չգործող մասնաշենքում կվերանորոգեն այս տարածքները, որտեղ կհիմնեն երիտասարդության զբաղվածության կենտրոն։ Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 14 միլիոն դրամ է, որից 9.7 միլիոն դրամը կհատկացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 4.3 միլիոն դրամը Սևան համայնքի բյուջեից։
Մեր համայնքը դեռ հին ժամանակներից երբեք չի ունեցել երիտասարդական կենտրոն, չի ունեցել մի միջավայր, որտեղ կարող են երիտասարդները հավաքվել, զրուցել, տարբեր թեմաներ քննարկել, իրենց ձայնը լսելի դարձնել, սակայն հիմա ունենք հնարավորություն մասնակցային բյուջետավորման արդյունքում ունենք այդ հնարավորությունը ստեղծելու երիտասարդական կենտրոն, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում, այսինքն կստեղծվի մի միջավայր, որտեղ երիտասարդները կհավաքվեն, կզրուցեն, իրենց ձայնը լսելի կդարձնեն, կդառնան ակտիվ, այսպես ասած, ծրագրեր իրականացնողներ, մշակույթ կերտողներ, կդառնան իրենց համայնքի ձայնը եւ շատ շնորհակալ ենք նման հնարավորության համար։ Գեղամավան բնակավայրում առողջ եւ ակտիվ երիտասարդություն ծրագրով երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կվերանորոգվի տարածք։ Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 15 միլիոն դրամ է, որից 9.7 միլիոն դրամը կհատկացվի պետական բյուջեից, 5.3 միլիոն դրամը Սևան համայնքի բյուջեից։ Վարսեր բնակավայրում առողջ միջավայր ծրագրով կկառուցվի բազմաֆունկցիոնալ մարզադաշտ։ Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 15 միլիոն դրամ է, որից 9.7 միլիոն դրամը կհատկացվի պետական բյուջեից, 5.3 միլիոն դրամը Սևան համայնքի բյուջեից։ 2025 թվականին Սևան համայնքում իրականացվել է 2 ծրագիր, որի արդյունք համայնքային միջոցներով միայն, քանի որ կամավոր էր եւ առաջին անգամ էր համայնքը միացել, այս տարի արդեն ունեն կառավարության կողմից համաֆինանսավորում։ Համայնքային կառավարման մակարդակում մասնակցային բյուջետավորման կիրառումը ժողովրդավարության լավագույն դրսևորումներից մեկն է, քանի որ բնակիչներ իրենք այն ծրագրերը, որոնք ցանկանում են, որոնք ուզում են իրենց բնակավայրում լինի, կարող են ներկայացնել եւ որը կիրականացվի իրենց քվեարկության արդյունքում։ Այս տարի ներկայացվել էր 12 ծրագիր Սևան համայնքում, որից որ իրականացվելու է 4-ը, դրանք են հաղթարել անցողիկ շեմերը։ Դդմաշեն բնակավայրում հարմարեցված կանգառներ եւ նստարաններ, հաջորդը Ծաղկունք բնակավայրում երիտասարդության կենտրոն պետք է կառուցվի, տարածքը ունենք, որտեղ որ պետք է վերանորոգվի եւ հարմարեցվի այդ նպատակի համար։ Գեղամավան բնակավայրում ունենալու են երիտասարդության, ինչու՞ միայն երիտասարդության, նաեւ մեծերի եւ փոքրերի համար մարզասրահ, նույնպես տարածքը կա գյուղում, պետք է վերանորոգվի, համալրվի մարզասարքերով։ Հաջորդ ծրագիրը Վարսերում է իրականացվելու, Վարսերանցյա տարել էր մասնակցել, սակայն չէր իրականացվել ծրագիրը, չէր հաղթարել շեմը, այս տարի իրականացվելու է նաև Վարսերում, պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ։ Այս ծրագրերն ընդհանրապես գաղափար էին ու լավագույն ցանկություն, որոնք բնակավայրերի ակտիվ բնակիչների մասնակցության եւ քվեարկության արդյունքում դարձան հայտեր, ապա ճանաչվեցին հաղթող։ Այսօր արդեն արձանագրում ենք, որ հիշյալ հայտերը դարձել են կոնկրետ ծրագրեր, որոնք իրագործվելու են Սևան համայնքի կողմից առաջիկա ամիսներին։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան։ Եղունգների շերտազատում, մատների մաշկի վաղաժամ ծերացում, սնկային վարակներ, նույնիսկ անբուժելի հիվանդություններ։ Այսպիսին կարող են լինել հետևանքները, եթե ձեր մատնահարդարը հմուտ չէ կամ չի պահպանում հիգիենայի կանոնները։ Վերջերս Չեխիայում մասնակցած սիմպոզիումի ժամանակ, երբ քննարկում էին եղունգների հիվանդությունները եւ խնդիրները, առանձին անդրադարձան ակրիլատային գելերից առաջացած օնիխոլիզիսի խնդիրներին, կոնտակտային դերմատիտի խնդիրներին, երբ այդ ակրիլատը թափանցում է եղունգի հյուսվածքի մեջ, ու եթե մարդը ինչ-որ չափով նաև ինքը ալերգիկ է, կարող է տեղային առաջացնել կոնտակտային դերմատիտ, ալերգիկ դերմատիտ, մյուս կողմից սրի օնիխոլիզիսի խնդիրը, որը վերականգնվում է 1-ից 2 տարվա ընթացքում, այսինքն եղունգները վերականգնվում են իրենց առողջ տեսքին եւ լինում են դեպքեր, որ նույնիսկ չեն էլ վերականգնվում, մնում են անդարձելի վիճակում։ Ցանկացած միջամտության դիմելուց առաջ պետք է հաշվի առնել ռիսկերը, վստահ լինել, որ ծառայություն մատուցողը հետևում է բոլոր գործիքների ստերիլ լինելուն։ Ամոթ չէ պահանջելը, որ ցույց տան կամ կրկնեն ձեզ դիպչող սարքերի մաքրման ընթացքը։ Նաև ճիշտ կլինի, որ երբեմն եղունգները թողնեք առանց գել լաքի, հնարավորություն տալով դրանց վերականգնվել։
Այն ինֆեկցիաները, որոնք որ իրոք վաղ պետք է հարուցեն մարդկանց մոտ, դա հեպատիտ B եւ միավջիա խնդիրն է։ Ու այս պարագայում մենք ներկայումս ունենք հեպատիտ B-ի պատվաստանյութեր, կարող եմ ասել եւ հորդորել բոլոր մարդկանց, որպեսզի հեպատիտ B-ով պարտադիր պատվաստվեն, որովհետեւ դա այն վիրուսն է, որը բուժում չունի եւ եթե մեկ անգամ մարդը վարակվեց այդ խնդրով, ապա վերջ ամբողջ կյանքի խնդիր է եւ այն հաղթահարում է լիարդիուսվածքը, հետագայում առաջացնում տարբեր խնդիրներ։ Ես ինքս վերջերս պատվաստվել եմ հեպատիտ B-ի պատվաստանյութով եւ գոնե ինչ որ չափով ինձ ապահովում եմ դրանով, որովհետեւ ինքս շփվում եմ տարբեր պացիենտների հետ եւ կատարում եմ տարբեր միջամտություններ։ Մաշկաբանի խոսքով վախենալ կամ վախեցնել պետք չէ, գոնե կապանում նման դեպքերի թիվը շատ փոքր է։ Այստեղ գեղեցկուհիները ավելի մեծ սխալներ թույլ են տալիս ակնեի ժամանակ։ Ցանկանալով ծածկել կամ վերացնել բշտիկները երբեմն մաշկին անդառնալի վնասներ են հասցնում։ Ակնեն բացի տեղային ճարպագեղձային բորբոքում իրանից ներկայացնելուց, այն պայմանավորված է եւ մաշկի ճարպոտությամբ եւ ճարպամազային կոմպլեքսի մեջ առկա գուտիբակտերիում ակնեսով, դա բակտերիայի տեսակ է, որ կարող է հարուցել այդ խնդիրը, եւ երբ մեխանիկական մաքրումներ են կատարում չիստկաներ, ամբողջ պարունակությունը հանում են մաշկի մակերես, իսկ այդ պարագայում այդ բորբոքումը ինքը լրիվ սահմանազատված է, մաշկի մեջ է գտնվում եւ բորբոքված չի, այսինքն այլ բակտերիաներ չկան։ Իսկ երբ խանգարվում է իր ամբողջականությունը, մաշկի վրայից արտաքին միջավայրից այլ բակտերիաներ են թափանցում այդ հյուսվածք եւ ավելի կրկնում process-ը, ավելի խորացնում ու այդ պարագայում նույնիսկ բուժելուց մենք հետո կունենանք շատ խոշոր արտահայտված սպիական հյուսվածք։ Լազերային կամ դիոդային էպիլյացիայի վերաբերյալ եւս միֆերը շատ են, թե դրական, թե բացասական առումով։ Ներզատաբան Էմիլիա Մկրտչյանի խոսքով չկան գիտականորեն ապացուցված տվյալներ այս եղանակով մազահեռացման հետևանքով որևէ գեղձի վնասման վերաբերյալ։ Ֆոտոէպիլյացիա ասածը ինքը չի տարածվում շատ խորը շերտերի մեջ, հանգիստ կարող է կինը դա կատարել, որովհետև ներթափանցումը դա ընդամենը 2-4 մմ է, չի հասնում ներքին օրգաներին, չի հասնում կրծքագեղձերին, չի հասնում ավշային հանգույցներին, վահանաձև գեղձին կամ ձվարաններին, եւ կինը այո այդ զոնաներում, եթե դրանք տիպիկ ինչ-որ ոչ տիպիկ զոնաներ չեն, հանգիստ կարող է անել։ Ներզատաբանը խորհուրդ է տալիս մազերը վերացնելու փորձից առաջ այցելել բժշկի, քանի որ մաքուր մաշկը կարող է մոլորության մեջ գցել մասնագետին։ Մազի ձևը, գույնը, նույնիսկ աճելու տեղը ախտանշաններ են, որոնցով օրգանիզմը մեզ հուշում է հորմոնալ խնդիրների մասին։ Բժիշկը հիշեցնում է, եթե անգամ ձեզ հաջողվի վերացնել սև ու աչքի ընկնող մազերը, մնացած աղվամազերը ժամանակի ընթացքում կհաստանան եւ կրկին կփչացնեն էսթետիկ տեսքը։ Մազակալման ունենք երկու տեսակ՝ հիպերտրիխոզ եւ հիրսուծիզմ։ Հիրսուծիզմը դա տղամարդկային մազակալման տեսակն է կնոջ մոտ։ Դա շատ հաճախ լինում է հորմոնալ դիսֆունկցիայի ժամանակ։ Օրինակ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, մետաբոլիկ համախտանիշ, մակերիկամների դիսֆունկցիա։ Եվ բնականաբար կինը այդ դեպքում, եթե տեսնում է մուգ մազեր ոչ տիպիկ շրջաներում, դա դեմքն է, կրծքավանդակի շրջանը, պորտի շրջանը, ցայքի շրջանը, բնականաբար պետք է հետազոտվի։ Ֆինանսական տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է բուժել պատճառը, քան հետևանքը, վստահեցնում են մասնագետները, հիշեցնում գեղեցիկն առաջին հերթին առողջն է։ Մարտի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 192 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 151 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 37, չամրակապված վարելու 614, առանց մանկական նստատեղի քարսիթի 7, վարելու ընթացքում ծխելու 603, վարելիս հեռախոսից օգտվելու 294, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 244 եւ 1767 այլ իրավախախտում, 148 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 148-ը տեխնիկական զննություն չանցած, 53-ը լուսարձակների անսարքությամբ, 82-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 17-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 74 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների
652 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 263 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստաբ 232 վարորդ, առանց վարորդական իրավունքի 441, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 5 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 74, շամրակապված վարելու 4018, առանց մանկական նստատեղի քարսիթի 288, վարելու ընթացքում ծխելու 700, վարելի սեռախոսից օգտվելու 826, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 126, արագության գերազանցման 3195 եւ 5948 այլ իրավախախտում, 287 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 731-ը տեխնիկական զննություն չանցած, 456-ը լուսարձակների անսարքությամբ, 180-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 214-ը առանց ձմեռային ավադողերի, 15 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 58 անձ։ Այս տարվա հունվարի 3-ին համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Իսահակյան թաղամասում գտնվող Պարի ստուդիայից գողացել են երաժշտական կենտրոն եւ համացանցի շարժական սարք, վնասը կազմել էր 150,000 դրամ։ Ձեռնարկվել էին համապատասխան գործողություններ, սակայն հանցագործությունը թարմետքերով չէր բացահայտվել։ Ավանի համայնքային ոստիկանների օպերատիվ հետախուզական միջոցառումներն արդյունք տվին 2 ամիս անց։ Իրավապանները ստացան տեղեկություն, որ գողությունը կատարել է Ավանի Բիրյուսով թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդ։ Պարզվեց նաև, որ նմանօրինակ գողություն նա կատարել էր անցած տարվա հունվարին։ Ավանի թիվ 54 մանկապարտեզից գողացել էր ձայնարկիչ։ Տղամարդը ձերբակալվեց, խոստովանեց, որ երկու գողությունն էլ կատարել է ինքը եւ ներկայացվեց Ավան եւ Նորնորք վարչական շրջանների քննչական բաժին։ Մարտի 12-ին եւ 16-ին գողության եւ գողության փորձի վերաբերյալ հաղորդումներ էին ստացվել համայնքային ոստիկանության Նորնորքի բաժնում։ Մարտի 12-ի գիշերը կոտրել էին թիվ 103 Մսուր մանկապարտեզի առաջին հարկի աշխատասենյակի պատուհանը եւ տարել պայուսակ, որի մեջ կային բանկային քարտեր, իսկ մարտի 16-ի գիշերը թիվ 104 մանկապարտեզ ապօրինի մուտք գործած տղամարդը նկատելով պահակին դիմել էր փախուստի։ Նորնորքի համայնքային ոստիկանների արագ արձագանքման ու օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ երկու դեպքում էլ մանկապարտեզ ապօրինի մուտք է գործել նույն անձը։ Մայրաքաղաքի Ուրնեցու փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց, որ գողությունն ու գողության փորձը կատարել է ինքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։